Տիկին Ծառուկյան Վահագն Աբգարյանի գործով կարելի ասել այս տարվա վերջին դատական նիստը կայացավ այսօր, շատ կարճ տևեց, դեռևս շարունակվում է վկաների հարցաքննությունը, մի խումբ վկաներ են հարցաքննվել, պարզապես մեզ թույլ չեն տալիս, որպեսզի վկաների կամքին հակառակ լուսաբանենք, բայց այսքան վկաների հարցաքննելուց հետո ինչպիսի հետևություններ կարող եք անել, որքանով էր կարևոր նրանց դատական նիստերին նորից բերելը, նրանց տված ցուցմունքները ինչ-որ բան կփոխեն, թե ոչ։ Հիմնականում վկաները հարցաքննվում են Վլադիմիր Դավթյանի գործով, մասով, ավելի ճիշտ, ի հիմնավորում ըստ մեղադրանքի կողմի, որ եղել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանություն։ Բայց մեզ դա չի անհանգստացնում, որովհետև վկաները չի, որ պետք է ասեն, կրակոցները եղել է վտանգավոր շատերի համար։ Ինչու, որտեղ կոնկրետ ունենք փորձաքննության եզրակացություններ, որով հիմնավորվում է, որ այդ կրակոցները 1.5 մետր չի հասել։ Եթե ըստ էության թիրախի մեջ է ամբողջ այդ կրակված պարպուճները դատարկվել եւ հեռավորությունը ընդհանրապես եղել է 1.4 մետր, ինչ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակի մասին է եւ շատ կարեւոր է, որ Վլադիմիր Դավթյանի մոտ դիտավորություն չի եղել նման հանցակազմի գործողության օբյեկտիվ կողմի, այդ թվում նաև սուբյեկտիվ կողմի, որովհետև Վճռաբեկ դատարանը ունի դիրքորոշում, որ ասում է, եթե անձը զգուշություն է պահպանել, ապա դա չի կարող ըստ էության նաև սուբյեկտիվ կողմի դիտավորություն դիտարկվել։ Այդ վկաները այդ մասով, բայց մենք շատ կարևոր վկա ունեինք Արթուր Մնացականյանը 23 անգամ հարցաքննված ու 23 անգամ իրար հակասած առանձնահատուկ մեր վկան, իդեպ այս վերջերս կրկին հարցաքննվեց եւ մեծ լավություն մեզ արեց, էլի հակասություններով ցուցմունքներ ա տվել, ավելին ես իր համար խոստացված, իր համար չի, ավելի ճիշտ իր տերերի համար խոստացված անակնկալ ունեմ, հունվարի 15-ին անակնկալս դատարան ա գալու, այսինքն հիմա կմտածեն երևի վկա են բերելու, չէ, ձեր վկան ունի որոշակի գործողություններ, որքան էլ որ պատմում էր, որ իբրև իրեն խոշտանգել են, ահաբեկել են, չես հասկանում դա ահաբեկված է, խոշտանգված է, թե չգիտեմ, մի մարդ որ ասի հարց տաս ասես նախաքննական ցուցմունքներն ես ճիշտ տվե, թե դատաքննական ասի երկուսն էլ մոռանալով որ նախաքննական ցուցմունքների մեջ արդարացնող ցուցմունքներ էլ ունի, գոնե տարանջատի դրանք իրարից էլի, մի 6 հատոր արդարացնող ցուցմունք հատվել, հետո երբ որ արդեն կալանավորվել է, ձերբակալվել է, հայտնվել է ԱԾ-ում, որոշել է, որ ինքը շատ անմեղ է եւ շատ պարկեշտ տղա է։ Ինքը անպայման ճիշտը պետք է պատմի, ոնց որ ասում էր, բայց ճիշտը պետք է համակցության մեջ այլ ապացույցների հետ համընկնի, էլի։ Ու ինքը մոռացել է, որ տեսագրվել է միտեղ։ Այդ անակնկալը գալու է։ Նենց որ վկաները շատ բան չեն ասում այս հետաքրքրող։ Հունվարի 15-ին նաև վերանայվելու է Վահագն Աբգարյանի կալանքի հարցը, որտեղ 17-ին լրանում է արդեն նրա հերթական կալանքի ժամկետը, օրինական ժամկետը, ինչ սպասելիքներ ունեք։ Սխալ է խոսեմ իմ սպասելիքներից, դա ճիշտ չի, որովհետև եթե հիմա ասեմ լավ սպասելիքներ ունեմ, ստացվում է դատարանին թիրախավորում եմ ու այն մյուս կողմը կարող է ինչ ասես մտածի, ասեմ վատ սպասելիքներ ունեմ, տրամադրելու եմ Վահագն Աբգարյանի նկատմամբ դատավորին, ոչ մի այս պահին այդ մասով դիրքորոշում չեմ հայտնում, բացի մի բանից։ Հայաստանի Հանրապետությունում բոլորը պետք է իմանան, որ կա դատարան, որի դատավարության ընթացքում պաշտպանական կողմը չի կարող բարձրացնել ողջամիտ ժամկետների հարցը։ Այսինքն կալանքի վերաբերյալ պատշաճ առանձնահատուկ ջանասիրության հարցը այս վարույթներով, Սարգիս Պետրոսյանի վարույթներով չես կարող բարձրացնես, ինչը ողջունելու է։ Ինչու՞, որովհետև դատարան այս 5 տարի, որ քննում են իմ վարույթում 5 տարի, 8 տարվա քննած է, ասես տարիներով տանում են, բերում են, Վանաձոր են տանում, բերում են ստեղ, հետո էլ պարզ չի ուր կտանեին մեզ, ընդամենը մի 3 ամսում համարյա ավարտում է։ Վկաների, մենք վկաներ արդեն չունենք։ Այսինքն շաբաթական 2 անգամ դատական նիստեր հրավիրել եւ լինել հետեւողական, որ կալանավորները ներկա պետքա գտնվեն, բայց էինք ասում անընդհատ։ Բա մի հատ գանգատ ունեմ առանձնահատուկ ջանասիրության տապալման վերաբերյալ, այս վարույթներով չեմ կարա ես նման բան ասեմ։ Բա ոնց անենք, որ մնացած դատավորներն էլ օրինակ վերցնեն ու անպայման այսպիսի դրսևորում ունենան։ Վերջը անձին կալանքի տակ է։ Մնացած մասով հունվարի 15-ին կհասկանանք։ Շնորհակալություն։